Մշակութային քաղաքականությունը հետաքրքիր ձևավորված նոր գիտակարգ է, որը կարող ենք հիմնականում այսպես թվագրել 20-րդ դարի երկրորդ կես։ Մշակութային քաղաքականությամբ սկսեցին հետաքրքրվել առաջին հերթին քաղաքական գիտությունները, այնուհետև ավելի ուշ 80-ական թվականներին մենք տեսնում ենք, որ մշակութային մարդաբանությունը, հումանիտար այլ գիտություններ ևս սկսեցին մշակութային քաղաքականությամբ հետաքրքրվել որպես հետազոտական դաշտ։ Մեր գիրքը, որը վերաբերվում է մշակութային քաղաքականությունը խորհրդային եւ հետխորհրդային Հայաստանում, ներկայացնում է մշակութային քաղաքականությունը որպես առանձին դիսցիպլին, ձևավորված 80-ական թվականներին, հիմնական տեսությունները, մոտեցումները, հիմնական մոդելները, գործիքները, հիմնաձևերը, այսինքն գրքի առաջին հատվածը ավելի շատ տեսական է, ներկայացնում է այն հիմնարար գիտելիքները, որի հիման վրա արդեն երկրորդ գլխում մենք խոսել ենք մշակութային քաղաքականությունը խորհրդային Հայաստանում։ Խորհրդային մշակութային քաղաքականությունը որպես մեկ 7 տասնամյակ միանման անցած երևույթ հնարավոր չէ դիտարկել։ Հետևաբար մենք փորձել ենք տեսնել մշակութային քաղաքականության գործիքները, մեխանիզմները, գաղափարական հիմքը, այդ 7 տասնամյակների ընթացքում ինչ փուլերի, ինչ տարբեր այսպես գործընթացների միջով է անցել։ Հետևաբար առանձնացրել ենք 1920-ական թվականները որպես խորհրդային մոդեռնիզացիայի շրջան եւ մշակութային քաղաքականության ձևավորման հիմնական դեկրետների, հրամանների, գործիքների կազմավորման շրջան, 30-ական թվականները որպես մշակութային քաղաքականության խիստ կենտրոնացված մոդելի ձևավորման շրջան, տոտալիտար համակարգի կոնտեքստում եւ ինչպես էր մշակութային քաղաքականությունը ձևավորում խորհրդահայ մշակույթն ու խորհրդահայ մարդուն, ինչ հիմնական մոտեցումներ էին որդեգրվում, ինչ տիպային կառույցներ էին ձևավորվում եւ այս առումով հատկապես որպես հետազոտական դաշտ առանձնացրել ենք մշակույթի տները եւ ստեղծագործական միությունները, որոնք կարծեք թե այդ խորհրդային մարդու կերպարի ձևավորման հիմնական կենտրոններն էին, հիմնական կառույցներն էին, որտեղ պետք է խորհրդային մշակույթը ձևավորվեր եւ դառնար հիմնական այսպես այդ շրջանը բնորոշող էլեմենտ։ Առանձնահատուկ ուշադրություն ենք դարձրել 50-60-ական թվականների ձնհալի քաղաքականությանը եւ մշակութային քաղաքականության ավելի ազգայնական կերպարի ձևավորմանը, երբ տարբեր պաշտոնական մամուլում, օրգաններում կենտրոնից հրամաններ էին իջնում, որ ցույց տվեք ձեր ազգայնական կերպարը, կարծես թե կրկին կենտրոնից հրաման էր գալիս, որ պետք է խորհրդային ազգայինը ներկայացնել եւ այս դեպքում արդեն ոչ միայն խորհրդային Հայաստանում, այլ միութենական բոլոր հանրապետություններում, այդ թվում նաեւ ազգային փոքրամասնությունների շրջանում մենք տեսնում ենք նորից այդ նացիոնալիզմի ալիքը, որը 60-ականներին զարգ տվեց։ Դա երևում էր եւ ճարտարապետության մեջ, եւ արվեստի տարբեր ճյուղերում։ Հատկանշական է, որ խորհրդային շրջանում, ամբողջ շրջանում սկսած 20-ականներից մինչև փլուզումը, մշակույթը ավելի սեգմենտար ընկալում ուներ։ Այսինքն մշակույթը կոնկրետ որոշակի ճյուղերի համալիր էր, համախումբ էր եւ մշակութային քաղաքականությունը կենտրոնացած էր հենց այդ ուղղությունների զարգացմանն ու պահպանմանը։ Եվ այդ սեգմենտային ընկալումը թույլ էր տալիս ավելի վերահսկելի պահելու, ավելի այսպես կառուցողական դարձնելու եւ ինչպես նաեւ տեսանելի դարձնելու համար այդ դաշտը։ Խորհրդային մշակութային քաղաքականությունը սկսեց էական փոխվել ձնհալի շրջանում, երբ սկսեցին մի փոքր ապակենտրոնացվել եւ կենտրոնացված այդ խիստ կենտրոնացումը թուլացնել, ազգային մոտիվները սկսեցին արտահայտվել ճարտարապետության մեջ, գեղանկարչության մեջ, մշակույթի տների գործունեության մեջ, այդ underground մշակույթի ձևավորումը, որ բավականին ակնհայտ դարձավ 60-ական թվականներին։ 70 եւ 80-ական թվականներին գրքում հատկապես անդրադարձել ենք ավելի այսպես բրեժնևյան լճացման եւ Գորբաչովյան վերակառուցման շրջանի կոնտեքստում, թե ինչպես էր մշակույթի ոլորտը փորձում արձագանքել այդ գործընթացներին։ Խորհրդային շրջանի մշակութային քաղաքականությունը հիմնականում ներկայացրել ենք 5 շրջափուլերով, ինչպես նշեցի, եւ որը հիմք է դարձել ավելի մանրամասն խոսելու արդեն 3-րդ գլխում մշակութային քաղաքականության հետ խորհրդային զարգացումների մասին։ Այստեղ փորձել ենք Վեբերի տեսությունից օգտվել, թե ինչ դերակատարում ունի լիդերը մշակութային քաղաքականության մեջ եւ անդրադարձել ենք 90-ական թվականների այդ անցումային շրջանին, մշակույթի ոլորտի օրենսդրական դաշտի կարգավորման խնդիրները, այդ սովետական լեգասին ինչպես էր փոխվում եւ մշակույթի ոլորտում որդեգրված սովետական շրջանից մեզ հասած մշակույթի կառավարման մոդելը ինչ տրանսֆորմացիաների էր ենթարկվում, ինչներ իներցիայի ուժով շարունակում նույն կերպ աշխատել, բայց արդեն գաղափարախոսությունը այլ էր, կոնտեքստը այլ էր, բայց միևնույն է նրանք շարունակում էին գործել։ Եվ այս առումով հատկապես
հետաքրքիր էր այդ 3 նախագահ, 3 մշակութային քաղաքականություններ ենթագլուխը, որտեղ փորձել ենք ներկայացնել թե Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունները մշակույթի ոլորտում ինչպես էր իրարից տարբերվում եւ ինչպես էին այս 3 շրջափուլերում սովետական շրջանից մեզ հասած ժառանգությունը տարբեր կերպ ինտերպրետացվում եւ փոփոխվում։ Գրքում նաեւ փորձել ենք կարճ անդրադառնալ Թավշյա հեղափոխությանը եւ Թավշյա հեղափոխության արդյունքում ինչպես է մշակութային քաղաքականության դաշտը փոխվել, հատկապես այնտեղ տեսնել կառուցվածքային առումով ինչ փոփոխություններ են եղել, նախարարությունների օպտիմալացումը ինչպես է ազդել մշակույթի կառավարման եւ մշակույթի պահպանման ուղղությունների վրա, արդյոք դա նպաստում էր մշակույթի կառավարման մոդելի հեշտացմանը, թե հակառակը նոր խնդիրներ է ստեղծում, փորձել ենք բազմակողմանիորեն դիտարկել ներկայիս փոփոխությունները, ինչպես նաեւ ֆինանսավորման մոդելները, որովհետեւ խորհրդային շրջանից մեզ ժառանգած այդ հիմնական մեխանիզմը, որ մշակույթը պետության հովանու ներքո պետք է զարգանա, պետությունը պետք է ֆինանսավորի, որ պետությունն է մշակութային քաղաքականության ճարտարապետը, նախագծողը, իրականացնողը, ֆինանսավորողը, կարծես թե այժմ սկսում է փոփոխվել։ Կրկին հիմնական որոշումները եւ այդ decision making իրականացնողները քաղաքականության եւ պետական մարմիններն են, բայց այստեղ մենք տեսնում ենք մոդելի փոփոխության փորձ, ինչպես օրինակ Անդրեաս Վիզանդն է ներկայացնում, որ 20-րդ դարի այդ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հատկապես արևմտյան երկրներում այդպես միտում նկատվեց, որ պետական հովանու ներքո գտնվելուց մշակույթը այդքան չի օգուտ խաղում եւ մշակույթի դաշտը ավելի հեշտ կառավարելի եւ այսպես դառնում է ավելի զարգացվող հասարակական ոլորտ, եթե այնտեղ հետաքրքրված են լինում նաեւ մասնավոր ոլորտի ներկայացուցիչները, անհատ ձեռներեցները։ Տեղտեսության մեջ մենք տեսնում ենք հատկապես որ այս մոդելների դիտարկումով հետաքրքիր է Մեծ Բրիտանիայի մոդելը, որտեղ այդ arm's length principle-ն է գործում, ձեռքմեկնած հեռավորությունից, երբ մշակույթը դառնում է մի ոլորտ, որը պետք է ֆինանսավորվի եւ վերահսկվի ոչ միայն պետության կողմից, այլ նաեւ անհատ ձեռներեցների, մասնավոր սեկտորի տարբեր ներկայացուցիչների կողմից։ Պետությունը պետք է լինի որպես խրախուսող, պետությունը պետք է հիմնականում այո ֆինանսավորի, բայց միևնույն հերթի չուղղորդի, թե մշակույթը ինչպես պետք է զարգանա, այլ մշակույթի զարգացման ուղղությունները պետք է հստակեցվեն փորձագիտական խորհրդի կողմից, մասնագիտական խորհուրդների կողմից եւ այստեղ այդ մոդելը փոխվում է։ Մենք տեսնում ենք, որ այսօր մեր մոտ փորձում են ներդնել այս մոդելը, որովհետեւ պետությունը դա հիմնական ֆինանսավորողն է, բայց նաեւ փորձում է ավելի բաց համակարգ ստեղծել այլ ֆինանսավորումներ, այլ ֆինանսական աղբյուրներ ներգրավելու համար եւ նաեւ հետաքրքիր ոլորտ դարձնելու, մշակույթը դարձնելու, այսպես ինքնաբավ ոլորտ, որով կհետաքրքրվեն նաեւ մասնավոր ձեռներեցները, անհատ կազմակերպությունները, տարբեր այսպես մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ եւ կցանկանան ֆինանսավորել մշակույթը կամ ներդրում կատարել մշակույթի մեջ, բայց միևնույն հերթին պետությունը փորձում է այսպես այդ խրախուսական մթնոլորտը պահպանելով նաեւ որոշակի փորձագիտական խորհուրդներին տեղ տալ եւ թույլ տալ, որպեսզի նրանք որոշեն մշակույթի զարգացումը եւ այս ֆինանսավորման բաշխումը։ Մեծ Բրիտանիայի մոդելը բավականին հետաքրքիր մոդել է, հատկապես երբ որ տեսնում ենք, թե նա ինչպես տրանսֆորմացվեց սկանդինավյան երկրներում, օրինակ Նորվեգիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, ապակենտրոնացումը եւ այս ֆինանսավորման մոդելի որդեգրումը որոշակի տեղական փոփոխությունների ենթարկելով արդարացրեց այդ երկրներում։ Ինչպես դա կաշխատի հետսովետական երկրներում բավականին բարդ է եւ ինքը պիլոտային փորձ պետք է լինի, բայց այնուամենայնիվ պետության մենաշնորհից դուրս հանելու փորձերը արդեն իսկ նկատելի են, հատկապես երբ որ մենք տեսնում ենք, որ մշակույթի ոլորտի օրենսդրական դաշտի փոփոխությունները բավականին ակտիվ են եւ 2018 թվականից հետո մենք տեսնում ենք, որ օրենքները այսպես մեծաթիվ փոփոխությունների են ենթարկվում։ Կրկին ժամանակի հարց է, պետք է հասկանալ, թե այդ փոփոխությունները ինչպես են ազդում ոլորտի կառավարման վրա, ոլորտի զարգացման եւ ոլորտը բազմակողմանի լսարանին հետաքրքիր դարձնելու համար։
Մենք փորձել ենք այս գրքում ներկայացնել այդ փոփոխությունները, ինչպես նաև ցույց տալ ենթակառուցվածքային եւ իմաստաբանական փոփոխությունները, ոչ միայն օրենքների, նաև ենթակառուցվածքների տեսքով։ Սովետական միությունից մեզ ժառանգած բավականին այսպես մեծաթիվ տիպային կառույցները ինչ փոփոխությունների պետք է ենթարկվեն, ինչպես պետք է զարգանան, ինչ հիմնական նոր կոնտեքստ եւ կոնցեպտ պետք է ձևավորվեն։ Այս բոլոր հարցերը փորձել ենք դիտարկել որոշակի ծրագրերի շրջանակներում, որոնք պետության կողմից որդեգրվեցին եւ իրականացվեցին, եւ արդյոք դրա հետագա զարգացումները ինչ փուլեր պետք է տեսնեն։ Եվ վերջին գլխում գրքի հիմնականում խոսել ենք այսպես տեսությունից դեպի պրակտիկա, փորձելով այդ տեսական դրույթները, հիմնական փոփոխությունները, որոնք վերլուծվել են գրքի առաջին 3 հատվածներում, ցույց տալ 4-րդում անշարժ մշակութային ժառանգության պահպանության խնդիրները, օրենսդրական կարգավորումները, փոփոխությունները, այդ ապակենտրոնացման փորձերը, օրենքը ինչպես են նպաստում անշարժ ժառանգության պահպանության եւ վերականգնման գործընթացներին ապակենտրոնացման տեսանկյունից, եթե ովքեր են որոշում ընդունողները, մարզային եւ կառավարական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները որտեղ են սկսվում եւ որտեղ են ավարտվում, ինչքանով են իրենք տեղյակ, այսինքն առանձին դաշտային հետազոտություններ են կարել, հատկապես այդ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ փորձելով տեսնել իրենք ինչպես են տեսնում իրենց դերակատարումը, համայնքապետարանները, մարզպետարանները, որոնք ունեն մշակույթի բաժին, իրենք կառավարման համակարգում իրենց ինչպես են դիրքավորում, այս տեսանկյունից կարծում եմ, որ ոլորտի մասնագետներին պետք է որ հետաքրքիր լինի ընթերցել եւ տեսնել հետազոտության արդյունքները։ Գիրքը իհարկե նախապես այսպես նպատակ ենք ունեցել ուսանողների համար պատրաստել, հրատարակել, այն իմ ատենախոսական աշխատանքն է, որը շուրջ 10 տարի է տևել հետազոտությունը, քանի որ ես դասավանդում եմ Երևանի պետական համալսարանում մշակութային քաղաքականություն առարկան, մտածել ենք, որ առաջին հերթին ուսանողներին է պետք ունենալ ձեռնարկատիպ որևէ աշխատանք, որից կարող են օգտվել եւ իհարկե չբացառելով այլ գրականություն նույնպես, բայց հիմնական որևէ մի գիրք ունենալ, որից կարելի է օգտվել եւ այս թեմաներին ծանոթանալ։ Բայց ինչպես նշեցի, ոլորտի կառավարման համակարգում եւս կարծում եմ իր ներդրումը կարող է ունենալ, առավել եւս որ երբեմն մենք շատ դեպքերում այդ մեր պետական որոշումները, որոնք ընդունվում են մշակույթի դաշտում, հաճախ չեն հետազոտվում, թե իրականում ինչպես է դա արձագանք ստանում տարբեր հարթակում արդեն օրենքը ընդունվեց, փոփոխություն ընդունվեց, ինչ արձագանք է դա գտնում, ինչպես է դա ազդում մշակույթի կառավարման ոլորտի վրա, ինչ խնդիրներ է լուծում եւ ինչ նոր խնդիրներ է առաջացնում։ Այս առումով կարծում եմ, որ հետազոտահեն վարվող քաղաքականությունը ավելի նպատակային կլինի։ Երևի թե կարելի է նշել, որ 2018 թվականից հետո մենք տեսնում ենք մշակույթի կառավարման ոլորտում բավականին լուրջ փոփոխություններ, ապակենտրոնացման փորձեր, բայց որքան էլ որ այդ ապակենտրոնացումը շարունակվում է, միևնույն է մենք բավականին կենտրոնացած ենք շարունակում մնալ, որովհետև ապակենտրոնացումը պետք է գա առաջին հերթին այսպես համայնքային մշակութային կյանքի ակտիվացումից, համայնքի գիտակցումից, որ իրենք են մշակույթը պահպանողը եւ մշակույթը զարգացնողը։ Հետաքրքիր է, որ հետազոտական աշխատանքների ժամանակ մենք հաճախ ենք բախվում այդ խնդրին, որ այն ինչ որ պետությունն է համարում ժառանգություն եւ պահպանության արժանի ժառանգություն, դաշտում համայնքում ամբողջությամբ հակառակ պատկերն է տեսնում։ Համայնքի բնակիչները այլ կերպ են ընկալում ինչ է ժառանգություն, ինչն է իրենց համար կարևոր, ինչն է իրենց համայնքի համար նշանակալից պատմական կարևորություն ունեցող ժառանգություն, որ իրենք պահում են։ Եվ այն պետական ցանկերը, որը մենք ունենք եւ պետությունը պահպանում է, համայնքի ընկալման մեջ երբեմն հակասություններ ենք տեսնում։ Այստեղ էլ ի հայտ է գալիս այդ մշակութային քաղաքականության, ճիշտ մշակութային քաղաքականություն վարելու կարևորությունը, երբ պետությունը պետք է նաեւ այդ ընկալումը ձևավորի համայնքին, ծանոթացնի սեփական ժառանգությանը եւ նաեւ պահպանության ձևերին, ինչպես պահպանել, ինչպես խնամել, ինչպես
ինչպես մաքրել հուշարձանը, այս բոլոր հմտությունները ոչ միայն պետությունը պետք է սահմանի, այլ նաև կարծեք թե տարբեր օղակների միջոցով, դա կարող է լինել տարբեր հետազոտական խմբերի, տարբեր ուսումնակրթական ծրագրերի միջոցով հասանելի դարձնել համայնքին եւ համայնքը ինքը իրեն վերապահի այդ մշակույթը պահպանելու եւ զարգացնելու գործառույթը, համարի իր ժառանգությունը եւ կտրված չզգա իրենից այդ ժառանգությունից։ Հետևաբար կարծում եմ, որ գրքի հիմնական այսպես կարևորությունը կարող է լինել այն դեպքում, երբ տարբեր հատվածներ փորձենք դարձնել իրական գիտելիք հենց համայնքներում ապրող մարդկանց համար, դիտարկել այդ լանդշաֆտային փոփոխությունները եւ ամենավերջում կուզեի խոսել գրքի շապիկի մասին, որտեղ ներկայացված է Շինուհայրի մշակույթի պալատը, որը փաստորեն ցույց է տալիս այդ խորհրդային, այսպես քանդված լանդշաֆտը եւ հետխորհրդային նոր լանդշաֆտի ձևավորումը, մի բան, որը մի քանի տասնամյակ առաջ ընդամենը 60-ականներին, 70-ականներին ակտիվ մշակույթի ստեղծման կենտրոն էր, այսօր արդեն եւ գաղափարապես եւ ինստիտուցիոնալ առումով կարծես թե դատարկված է եւ բառից բուն իմաստով է դատարկված եւ թալանված մշակույթի տունը։ Դա ցույց է տալիս նաեւ այդ գաղափարական դատարկությունը, որը այսօր կա խորհրդային գաղափարախոսության շրջանակում ձևավորված մշակութային ինստիտուտների առումով եւ նաեւ կարծես թե առիթ է տալիս մտածելու, որ մենք ինչ պետք է անենք այս խորհրդային ժառանգության հետ, ինչպես պետք է վերակոնցեպտավորենք եւ հարմարեցնենք մեր նոր գաղափարախոսությանը, նոր մշակութային իրականություններին։ Ընդհանուր առմամբ կարող ենք նշել, որ մշակութային քաղաքականությունը հետխորհրդային Հայաստանում եւ արդեն կարող ենք նշել հետհեղափոխական Հայաստանում այսօր ունի բավականին լուրջ խնդիրներ ոլորտում եւ այդ խնդիրների լուծման ուղղված քաղաքականությունը կարծում եմ պետք է լինի ոչ թե top-down որոշումներով, այլ գիտահետազոտահեն, ներքևից եկող դաշտը բավականին լավ հետազոտված, հետազոտություններից բխող քաղաքականության մշակմամբ։ Այս դեպքում մենք կունենանք բավականին լուրջ մշակված քաղաքականություն, որի հիմքում կլինեն այդ կիրառական մարդաբանության կողմից տրված հետազոտական լուծումները եւ պետության համար մշակութային քաղաքականություն վարելը կլինի բավականին հեշտ եւ նաեւ գնահատելի այդ քաղաքականության, այսինքն չափելի կլինի քաղաքականությունը ինչ արդյունք է տալիս համայնքին, ինչ արդյունք է տալիս մշակույթի զարգացմանը, մշակույթի պահպանմանը